Փոքր արհեստական արբանյակ, վերգետնյակայան, պարաշյուտ և գործնական ուղեցույցներ։ Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յուրիկյանը և CIPR Airspace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը այս անգամ էլ տիեզերք 1 ուսումնական փաթեթներն են հանձնել Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Երիցյանի անվան վարժարանին և Արեգնազան կրթահամալիրին։ Յուքոմի աջակցությամբ տիեզերք 1 ուսումնական ծրագրի մեկնարկը տրվել է Լոռու մարզում։ Նախաձեռնության նպատակն է տիեզերական ինժեներական կրթությունը դպրոցականների և ուսուցիչների համար հասանելի դարձնել, իրագործելով դասարանից ուղեծիր գաղափարը։ Յուքոմում շատ են կարևորում տեխնոլոգիական կրթությունը, հատկապես որ ինքը ուղղված է լինում նոր սերունդին, որ իրենց օգնած լինեն այսպիսի նախաձեռնության շրջանակում վարժություններ անել իրենց մտածելակերպին, զարգացնել մտածելակերպը, ապագայում միգուցե կստացվի եւ այս բադանիներից կամ երիտասարդներից մեկը կհայտնվի ինչու չէ NASA-ում, ինչու չէ SpaceX-ում եւ իր մտածելակերպով եւ գործելավոճով կմրցի այնտեղի ինժեներների հետ։ Ուսուցիչները նախապես վերապատրաստվել են CIPR Airspace-ի մասնագետների կողմից ուսումնական փաթեթի թեմաներով և հիմա արդեն հնարավորություն ունեն իրական արբանյակներով դասեր անցկացնել աշակերտների համար։ Կրթական հաստատությունների մասնագետները կարևորելով այս ծրագիրը նշում են, որ այն հնարավորություն է տալիս երեխաներին ծանոթանալ տիեզերական սարքաշինությանը և հետազոտություններ կատարել։ Երեխաները կարողանան դուրս գալ այս շրջանակներից, կապվել տիեզերքի հետ և չվախենալ տիեզերքից։ Սա ճանապարհ է դեպի տիեզերք մեր երեխաների համար։ Արբանյակ CIPR Airspace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, NASA-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CubeSat-ը և Pocket Cube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր դպրոցների և համալսարանների համար։ Մենք ունենք տարբեր տեսակի, տարբեր չափսի արբանյակներ, ունենք դպրոցական աշակերտներ մեր խմբի մեջ և ունենք համալսարանական և ունենք մագիստրանտներ։ Սովորացնում ենք իրենց, որ իրենք պատրաստ լինեն ոչ թե այսքան փոքրիկ արբանյակների, թեև արբանյակները գնում են թեպի փոքրացում, բայց մենք ուզում ենք մեծին էլ հասնել։ Շատ շնորհակալ ենք պարոն Յուրիկյանին, Յուքոմ կազմակերպությանը, որովհետև նա իրենց հովանավորությունը եթե չլիներ, եթե իրենք մեզի չընդգրկեին իրենց ծրագրերի մեջ, մենք այս ամբողջը չէինք կարող անել։ Նախաձեռնությունը միտված է STEAM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեների համար պրակտիկայի և կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։